Այստեղ ես պարադոքս եմ տեսնում։ Եթե ռուսական իմպերիան իդեմս Միլլերի եկավ Երևան ու հայտարարեց, որ նվազեցնում է գազի գինը, իսկ բայց հոսանքը գազից է ստացվում, չէ՞։ Ինչպես կարող է միևնույն ժամանակ հոսանքի գինը թանկանա։ Մենք իհարկե լավ պատկերացնում ենք, որ միայն գազից չի ստացվում, գազից ստացվում է 30-ից 35%, բայց նաև գազից։ Եվ ես կուզենայի մի քիչ ավելի տնտեսական քաղաքականության մասին խոսեի։ Այս վիճակը ոչ ճիշտ, մեղմ ասած, ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է։ Հայաստանը եզակի երկրներից է աշխարհում մոլորակում, որ ունի էներգիայի ավելցուկ։ Սա ասված է կենցաղային լեզվով, էներգիայի ավելցուկ չի կարող լինել։ Իսկ գրագետ տեխնիկական լեզվով դա կոչվում է չծանրաբեռնված հզորություններ։ Հայաստանը ունի մոտ 1/3-ի չափ կամ ավելացնելու էներգիայի արտադրությունը չծանրաբեռնված հզորությունների հաշվին։ Առաջի արտացոլում այս խնդրի ես տեսնում 2014 թվականի օգոստոս ամսին, երբ որ ինչպես հիշում եք տեղի ունեցավ առաջին բարձրացումը էլեկտրաէներգիայի սակագների, այն հասավ մինչև 41-42 դրամ։ Կարծում եմ, որ այս տենդենսը շարունակական բնույթ է կրելու։ Երկրորդ հանգամանքը, որը ես ուզում եմ անպայման նշել, դա իհարկե ատոմակայանի գործոնն է։ Ինչպես հայտնի է, վերջերս մոտ $300 միլիոն ֆինանսական օգնություն տրամադրվեց Հայաստանին Ռուսաստանի Դաշնության կողմից ատոմակայանի գործող բլոկի կյանքը երկարացնելու նպատակով, դրանցից 30 միլիոնը գրանտային միջոց էր, 270 միլիոնը վարկային միջոցների տեսքով 3% տարեկան տոկոսադրույքով։ Սա բնականաբար շատ լուրջ վարկային բեռ է մեր տնտեսության եւ բնակչության վրա։ Պատճառներից մեկը երևի թե Կրեմլի ճնշումն է։ Եթե մենք պարտադրված ենք այդ քանակը ստանալ, ուրեմն արդեն մեր թևերը կապված են այդ օպերատիվ լուծումներ գտնելու կամ ոչ օպերատիվ մեթոդական լուծումներ գտնելու մեր թևերը կապված են։ Բայց դա չի նշանակում, որ անհույս է վիճակը։ Ամեն ինչ պետք է ստուգել, այդքան շատ կասկածելի բաներ կան։ Եթե մենք ուսումնասիրենք, օրինակ, գործուղումների, ներկայացուցչական ծախսերի, միայն այդ մի հոդվածը մենք այդտեղ տեսնենք այդ շռայլումները։ Հանձնաժողովը արբիտրի դերում պետք է լինի, նա պետք է կարծիք չունենա։ Ինչպես բոքսի կամ ֆուտբոլի դատավոր, եթե նա կարծիք ունենա, իմաստը կորավ։ Մենք դեռ չենք հասունացել։ Եվ մենք ունենք կարիք օգնելու, որ մենք լինենք կողմը, իսկ հանձնաժողովը երկուսի արգումենտները լսելով որոշում կայացնի։